Խոսենք նաև Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է, որ Ադրբեջանի հետ նախ ստորագրել են խաղաղության պայմանագիր, թվում է թե իրարից որևէ տարածքային պահանջ այլևս չպետք է ունենանք, բայց Նախիջևանում ադրբեջանցիները միջոցառում են կազմակերպում Արևմտյան Ադրբեջան անվամբ եւ ի զարմանս մեզ խոսում են Գյոյչա վերադառնալու մասին, Զանգեզուրի մասին են խոսում, Երևան վերադարձի մասին են խոսում, պահանջը մեկն է, որպեսզի վերադառնան Հայաստանի Հանրապետության տարածք, որը ըստ իրենց եղել է իրենց տարածքի մաս, բայց երբ որ լրագրող այդ մասին հարցնում է Նիկոլ Փաշինյանին, ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե նրանք մեզանից տարածքային պահանջներ ունեն, ասում են, տեսեք ընդդիմություններ ինչ թեզեր առաջ տանում, խոսում են Արցախից, Արցախ վերադարձի հնարավորության մասին, բերում խորհրդարանում Արցախի Հանրապետության դրոշն են դնում, այս ամենը պետք է հայելային ժողովրդավարական պետություն արձագանքի արժանանա։ Այսինքն ինքը կարող է ինձ ստիպի, ես մտածեմ ինձ ոնց որ ինքն է ուզում, եթե ժողովրդավարական պետություն է, իբր թե չէ, ամենայնպես էլ լրիվ բռնապետական չենք դառնում։ Մենք ամեն մեկս էլ մեր կարծիքը, մեր ցանկությունները կարանք հայտնենք։ Դու իշխանություն ես, դու քո պետական քաղաքականությունը ունես։ Հիմա ստեղից ընդդիմությունն է երագույնը Արցախի դրոշը դնում իր սեղանին, բայց այնտեղ պետությունն է, իրանց իշխանություններն է դնում Արևմտյան Ադրբեջանի իրանց այդ թեզերը։ Ստեղի մեր իշխանությունները ասում են Ղարաբաղյան շարժումը փակ է, չէ՞։ Մենք ենք ասում, ժողովուրդն է ասում, ժողովրդի մի հատվածն է ասում, որ Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, այսինքն ընդդիմությունը։ Բայց այնտեղի ընդդիմությունը չի ասում Արևմտյան Ադրբեջան, Ալիևն էլ սաստում իրանց է։ Հենց Ալիևի գլխավորությամբ քաղաքականությունն է տարվում Արևմտյան Ադրբեջանի։ Բայց ոնց խա, որ ասում եմ, ու հետո իրանք նայեք տեսեք, Նիկոլը ֆռլցնում է մարդկանց։ Ինքը պրիմիտիվ ստախոսը խափեբայ է։ Հիշում եք, որ մի անգամ ես ձեզ ասեցի, որ ինքը ասում էր, ստեղից ձեր մոտից եմ ասել, որ ասում էր ոչ մի ադրբեջանցի չի վերադառնալ, Քարոզարշավը չի վերադառնալ Հայաստան։ Վաղը չեմ իսօրը գիտեք ինչ ասել, խոսքս չեք ասել, հա, էլ եմ ասի ադրբեջանցիք չեն վերադառնալ, բայց այդ վերադարձողները ադրբեջանցի չեն, հայաստանցի են։ Մենք իրանց ստեղից քշել ենք, ով ասում որ ադրբեջանցի են։ Այսինքն էս պրիմիտիվ ստախոսը, որ իրան ասես, արա դու չէիր ասում, որ ադրբեջանցի չի գալու ստե, չեն բերելու, կասի, բայց ով ասում, որ այդ 300,000 ադրբեջանցի են, դա հայաստանցի են։ Մեր քաղաքացիներն են։ Ու նույնն էլ Ադրբեջան են, ասում են, ես տարածքային պահանջ չեմ ներկայացնում։ Խաղաղությունը կնքել ենք, տարածքային պահանջ չեմ ներկայացնում, բայց պետք է քո քաղաքացիները, որոնց դու քշել ես, պետք է հետ կան Երևան։ Այդ տանա ներկայացնում ու Նիկոլել է պետք է վաղը չեմ իսօր այդ ձևի ասի, իրանք մեր քաղաքացիներն են, հիմա եզդիներին քշենք, ու այսպես անաբոթաբար կհամեմատի եզդիների հետ, որ եզդիները մեր համար հայ են, որ եզդիները այս հողու ջրի համար զոհվել են, ոչ թե հայ են սպանել։ Ինքը անամոթաբար խոսքս իջեք, վաղը չեմ իսօր համեմատելու է եզդիների հետ այդ քշված ադրբեջանցիներին։ Հիմա 10 մաս սես չեն ասում ադրբեջանական թեզեր եք տարածում։ Նիկոլ, դու էլ մերինադու հայկական թեզերը առաջ տար։ Դու էլ մերինադու ոչ մի ադրբեջանցի չբերես, թող մի հատ քիթը կսվի ասֆալտին, ասես տեսար դա ոնց իմ ասած եղավ քոնը, չեղավ ուրախ կլնեմ արա, ես ուրախ չէի լինի, որ Ղարաբաղը մերը մնար, թող Նիկոլ, այդ վաղտեր, թող Նիկոլը Ղարաբաղը պահեր, Ղարաբաղը անկախացներ, մենք էլ կանգնենք կռիվանենք, թե որս ա Նիկոլին բերե, ոնց որ մեզ հակասերժական տականքներ ասում են, Նիկոլին Սերժնա, բերե վաղտե կասեն մենք ենք բերե, մեր օնքականներն էլ կասեն արա, որ մենք սենց չանեինք, ոնց Նիկոլը կգար, այս սենց կռիվ թող լներ, թող ինքը լավ լներ, թող մենք կռիվանենք Նիկոլ բերելու համար, թե որս ա բերե, ոչ թե կռիվանենք, թե որս բերեց վատ իմաստով, հասկանում եք, հիմա նույնս տեղա, պահի Հայաստանը, թուրք մի բերստե, ադրբեջանց մի բերստե, թող դավոյի քիպն է կսվի մատ գերնին, դու ճիշտ դու սարի, բայց իրանք ասնեմ ինչ են անել, բերելու է, ասի սանք Հայաստանցի են, մեր հայաստանցիներն են, որոնց մենք քշել ենք։ Հետո մեղադրում են ընդդիմադիրային ուժերին եւ այն քաղաքացիներին, մարդկանց, ովքեր ասում են, տեսեք, Ալիևը խոսում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, հետո ուժեղ Հայաստանը հիմնականում այդ ակնարկը, այսպես ասած, որը իրականացրել է Իլհամ Ալիևը, բերում են դաշտ եւ ասում են, որ տեսեք, պայքարել է պետք։ Այո, 300,000 ադրբեջանցիների փոխարեն 300,000 աշխատատեղ ենք ձեզ առաջարկում, լավ կյանք, լավ ապրուստ եւ այլն աշխատատեղեր։ Սամվել Կարապետյանը էդի կաներ, այդ աշխատատեղերը կավելացնի։ Բայց ինչ է ասում Փաշինյանը, տեսեք, ասում է, ինչ թեզ եք հրապարակն էտել, ինչ 300,000 ադրբեջանցիների մասին է խոսքը։ Այդ հավատալում, ես էլ ասում եմ, Լուսնե ջան, ես ասում եմ։ Բայց դա Սամվել Կարապետյանի թիմի ցանկությունն է։ Ախպեր հարց չկա, Սամվել Կարապետյանի թիմի
հարց չկա, այդ թեզը առաջի անգամ ես եմ ասել։ Հայկական քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյան առաջի անգամ այդ թեզը ես եմ ասել 21 թվին։ Զգուշացել եմ անմիջապես, հենց ընտրությունները չեր եղել։ Ես զգուշացել եմ, որ սենց բանա սպասվում մեզ։ Հիմա դու էլ մերինատու մի արա։ Լավ, իդ ինձ Սամվել Կարապետյանի ցանկությունն է, ինձ ցանկությունն է, դու ասում ես, դու էլ մեր ցանկությունը մի կատարի, այ ախպեր ջան։ Մի կատարի թուրք մի բերստե։ Մեր իրական սարսափում եմ այդ մտքից, որ պատկասնեն թուրքերը գարուն լցմեն ստել Լուսնե ջան, որտեղ դա պետության կորուստ է մի անգամից։ Տեսեք, սամնարություն կփոխի իշքան այն անգամ էլ ձեր մոտից 1000 անգամ խոսացել եմ, չէ՞ ասում եմ սամնարությունը տակտիկատուր է։ Այսօր ինքը կփոխի, վաղը մենք կգանք հակառակը կփոխենք։ Էդի յանով ոչ մի բան չի, եթե սամնարությունը կփոխի, թուրքստե չի գա թո փոխի։ Որովհետև ստեղ ամենավտանգավոր բանը Լուսնե ջան, թուրքերի գառնաստեղ, այդ սա թուղթը, սամնադրությունը վաղը մենք հակառակը կփոխենք, բայց որ թուրքը մտավ ստեղ մենք պետությունը կորցնենք ու վերջ, էլ ոչ Արցախ հետ կբերենք, այս ինչ որ միտեղ կարենանք, հենվենք, որ գնանք առաջ, մնացածը հետ բերենք։ Այդ հենման կետն էլ ինք տալի թուրքին էլ ո՞նց մենք դի պայքարենք մեր հայրենիքի, մեր պետության, Արցախի եւ այլն համար։ Հասկանում եք։ Հիմա ինքը ասում է Սամվել Կարապետյանի ցանկությունը հարց կա իմ ցանկությունն է։ Իմ ցանկությունը մի կատարի դու, իշխանությունը դու չես արա, թուրք մի բերստե, թուրք մի բեր մի լծրաստե, ինչ ուզում ես արա, բայց թուրք չբերես թե չլծես, էդ է մեր բանը, Լուսնե ջան, ընդդիմությունը ինչ ասես կարա խոսա, ինքը մի թուրքերին բերել լծի ու շարակցի ընդդիմության վրա, ընդդիմությունը սենց էր խոսում, արա իշխանությունը դու ես ու պետական քաղաքականությունը ո՞րն է, մի բերստե լծրա, մենք ինչ կապ ունի ինչ ենք խոսում։ Ընդդիմությունը իր ցանկությունն է խոսում, դու երկու պետական քաղաքականություն տար առաջ։ Ոչ մի թուրք մի բեր մի լծրաստե։ Դա ամենավտանգավոր բանն է, Լուսնե ջան, եթե ու դրան զուգահեռ ինչ պետք է մենք անենք։ Մենք էլ հիմա պետք է նախ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի, ես միշտ եմ ասել։ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քան դեռ Ղարաբաղը անկախ չի։ Բայց Ղարաբաղը առանձին թեմա է։ Իսկ այս թեմայի շրջանակում Արևմտյան Ադրբեջան մենք պետք է խոտանք Բաքվի հայերի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի շահերի շարժում։ Ու հետո դեմ տանք այս երկու շարժումները իրար, ասենք դու Արևմտյան Ադրբեջանից ասում ենք էլ Բաքվի Հայաստան ենք ասում։ Այդ Բաքուն ով է կառուցել։ Բաքուն կառուցել են հայերը։ Բաքուն կառուցել են հայերը։ Դիրը շարժում առաջտար ասա դե որտեղ է Բաքուն էլ մերն է։ Հետո դեմ տվեք իրար, ասա իրականում, եթե մենք ուզում ենք խաղաղություն լինի, ոչ թուրքը պիտի գա ստե Հայաստան, ոչ էլ հայը պիտի գնան դե Բաքու։ Իսկ եթե տես խորանան Բաքուն հայերն են կառուցել։ Իրականում է Բաքուն սա հայերն են կառուցել։ Հովանես Քաջազնուն։ Բա։ Համի դեմ դու հետ իրան ասա, որովհետև ժամանակ առ ժամանակ ազգամիջյան բախումներ անհնար է չլինի։ Եթե այստեղ թուրք ապրին դեղել հայ, ոնց էլ էլի կգա ազգամիջյան բախումներ, եթե չլինել կհրահայրեն դրսից, ու էլի արուն կթափվի։ Եթե դուք ուզում եք, որ ստեղ հարատև խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի մեջ, պետք է ոչ Հայաստանում թուրք կա բնակվի, ոչ էլ Ադրբեջանում հայ թա բնակվի։ Իսկ Ղարաբաղը առանձին թեմա է։ Ղարաբաղը այս թեմա էս հետ չխառնեք։ Ղարաբաղը առանձին թեմա է։ Այս սա է լուծումը, Լուսնե ջան։ Այստեղ նաև շատ նուրբ թեմա կա, տեսեք, երբ որ ադրբեջանցիները խոսում են այդ չեմ ուզում շատ եզրույթ Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին, Նիկոլ Փաշինյանը դա համեմատում է Արցախի հետ։ Բայց սա խալ է։ Բայց դա կարելի է նույն կշռի վրա դնել, նույն արժեքն ունի։ Արցախը այլ հարց է։ Դա իրականությունն է, դա հայկական տարածք է, իսկ ես ասեմ նույն հարթության մեջ կարելի է դնել Բաքվի ու Սումգայիթի Կիրովաբադի հայերի հարցը։ Նույն հարթության մեջ դնենք ու հետո դեմ տանք իրար, ասենք ոչ թուրք թող գաստե, ոչ հայ թող գնան դե։ Տուրիստ թող գան գնան, եթե խաղաղություն լինի, տունի նորմալ է։ Հիմա մարտիկան ստե գերեզմաններն են, մարտիկան հին ընկերներ կունենան, օրինակ թուրքերը։ Մենք էլ հայեր կլինեն դե Բաքվում։ Թող խաղաղություն լինի, մենք այդքան կնդե իրան գաստե որպես տուրիստ։ Օրինակ ես էլ որ շատ ձև լինի Ադրբեջան եթալու, որ մենք հաղթած լինենք Լուսնե ջան։ Մեծ սիրով կետամ մի հատ Ռավշան Լենկարանսկու գերեզմանի կուզենամ այդամ։ Թեպետ ինքը թալի շատ թուրք չի, բայց իմ ամենա սիրած գողերից մեկն է։ Օրենքով գողերից մեկը Ռավշան Լենկարանսկին, թալիշա ինքը։ Այսինքն եթե ես էլ ձև ունենամ որպես տուրիստ կետամ մի հատ իրա գերեզմանի։ Որտեվ ես այդ տաղու շատ եմ հարգի։ Այդ գողի շատ եմ հարգի, օրենքով գողի, Ռավշան Լենկարանսկին։ Էդի նորմալ է, բայց էդ էլ խաղաղություն հաստատվելուց հետո արժանապատիվ խաղաղություն, որ Արցախի հարցը լուծվի արժանապատիվ ձևի։ Նոր այդ ժամանակ խաղաղություն կարելի է հաստատել ու տուրիստներ թող գնան, տուրիստներ, բայց ոչ հիմնական բնակվողներ։ Որտեվ հիմնական բնակվելը կխաթարի խաղաղությունը, որը որ իրոք բոլորն էլ ուզում են, որտեվ եթե ստե թուրք ապրեց, ոնց ելնի, նույնիսկ եթե այս պահին խաղաղվի, նախ հնարավոր չի խաղաղվել, Լուսնե ջան, թուրքը գաստե դու կարաս մի հատ զոհվածի ծնողի ասես դրա փորը մի թափի։
Ոնց էլի մի հատ թասիբով կհելի փորը խառնի կթափի այն կողմ, չէ։ Չի կարա խաղաղություն, բայց ասենք թե այդ սաղ անցնի, լավ մոռացանք, դա ենթադրենք, որը որ աբսուրդ է հնարավոր չի, բայց ասենք մոռացանք խաղաղությունը։ Այդ վաղը չեմիս օրը էլի ազգամիչյան բախում անհնար է, չլի կհրահարենել դրսից։ Այսինքն ստեպտի թուրք չապրի, այնտեղ էլ հայ չապրի։ Մենք պետք է լինենք լավագույն դեպքում հարևաններ, նորմալ հարևաններ։ Այդքան բան։ Իսկ Արցախի հարցը ուրիշ հարց է։ Սա կասեմ։ Լուսնե ջան։